ձեր կարծիքով մոտ ապագայում Հայաստանում նոր պատերազմի դեպքում հայաստանցիների մեծ մասը ինչպես կվարվեն, սոցիոլոգիայում եւ սոցիոլոգիական հետազոտությունում շատերը չեն հարցնում անձամբ տվյալ մարդու մասին, այլ հարցնում են հայաստանցիների մեծ մասը եւ հավանաբար եթե տվյալ մարդը պատասխանում է հայաստանցիների մասին, պատասխանում է իր շուրջ գտնվող մարդկանց մասին եւ ըստ այդմ այդ պատասխանը կիրառելի է հասարակության համար, էլի։ Շուրջ 22%-ը ասել է, որ ընտանիքներին կվերցնեն, կգնան ապահով երկիր, շուրջ 10%-ը ասել է, որ ընտանիքներին կտեղափոխեն ապահով երկիր, տղամարդիկ կմնան կպայքարեն, եւ շուրջ 60%-ն ասել է, որ ընտանիքները կմնան Հայաստանում եւ կպայքարեն հանուն հայրենիքի։ Այս բավականին մեծ ցուցանիշ է, չափազանց բարձր ցուցանիշ է այս պայմաններում, թե խաղաղության օրակարգի համատեքստում, թե արտաքին հույսերի համատեքստում, բայց բնականաբար այդտեղ պետք է հաշվի առնել, որ մարդիկ սովորեն սոցիալապես ընդունելի պատասխաններ տալ եւ պատասխանել այնպես, ինչպես իրենք կցանկանային, այսպես ասած wishful thinking-ի ցանկալի մտածողության համատեքստում եւ բայց այդուհանդերձ շատ դրական ու գովելի է, որ հասարակության շուրջ 60%-ը թեկուզ այս ցանկալի մտածողության wishful thinking-ի կոնտեքստում, բայց պատկերացնում հայաստանցիների մեծ մասը կմնան Հայաստանում եւ կպայքարեն հանուն հայրենիքի։